ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցն է քննարկվում Ավան եւ Նոր վարչական շրջանների ընդհանուր իրադարձության դատարանում, ինչպես հայտնի է, երեկվանից ԱԱԾ-ն եւ տարբեր իրավապահներ քննչական գործողություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի ընկերություններում, նրա հետ փոխկապակցված ընկերություններում եւ ըստ քննչական կոմիտեի նրան առաջադրվում է մեղադրանք առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ փողերի լվացման համար։ Գագիկ Ծառուկյանը այս մեղադրանքը համարում է կեղծ եւ փուչիկ, իսկ նրա փաստաբանական թիմը պնդում է, որ ընդհակառակը Գագիկ Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր։ Խոսքը վերաբերում է 2022-ից 2024-ին հայ-իրանական պալատի ստեղծման գործընթացին։ Քննչական կոմիտեն այստեղ է գտել խնդիրներ։ Դատանի դիմաց հավաքված են Ծառուկյանի աջակիցները, ինչպես նաև տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք քննչական գործողություններից հետո մատնվել են պարապուրդի։ Եղել եմ հիմնադրամի տնօրեն Գագիկ Ծառուկյանի ու ես ինքս ներկա եմ եղել եւ անմիջական կապ եմ ունեցել այն ամեն ինչի հետ, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը այս երկրի եւ այս ժողովրդի համար եւ ուղղակի փողերի լվացում ուղղակի ծիծաղալու է ամեն ինչը եւ ես չեմ կարող չդատապարտել եւ չգիտեմ, իմ համար շատ անընդունելի է։ Հիմա նմանատիպ վարմունք, նմանատիպ պահվածքը ուղղակի աններելի է ու բարեգործի հետ նման կերպ վարվել, ձեռքերը շղթայած տուն մտնել 13 ժամ հետախուզություն անել ու որևէ լուրջ բան չգտնել, երկրորդ անգամ նույն բանը կրկնել, մի անգամ էս ամեն ինչի միջով անցան, կալանավորեցին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին, գործունեություն դադարեցին, գործաններ փակեցին, բացեցին, ինչ ասեք արեցին այս 8 տարվա ընթացքում որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով, հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդ տարիներ շարունակ պահել է կենդանիներին, բազմաթիվ անգամներ հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով դուք տեսել եք այդ կենդանիներին, դա նորություն չի ու գաղտնիք չի, դա իր հոբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենդանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում կերակրում են կենդանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, թող մարդիկ ուղեղ ունեն, վստահ բոլորը բանական մարդիկ են, թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն, ոչ մի բան ասելու չունենք, իսկ գիտեք դատելը աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարակներ են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքը դա ամենօրյա աշխատանքի, ամենօրյա ապրելու ձև է, ամենօրյա ապրելու ոճ է, ապրելու կերպ է, չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Մուլտիգրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված մի քանի տասնյակ ընկերությունների գրեթե կեսը այս պահին կապարակնքված է եւ դադարեցված է գործունեությունը։ Խոսքը մոտավորապես 10,000-ից ավել աշխատակիցների մասին է, ովքեր նախորդին դադարեցրել են իրենց աշխատանքը եւ այսօր արդեն երբ որ հնարավորություն կար տեղեկատվության փոխանակում իրականացնել մի շարք հիմնարկների աշխատակիցների հետ, այսպես շատ սահմռկեցուցիչ մանրամասներ էին ի հայտ գալիս, մասնավորապես որ օրինակ մուլտիվելնեսում աշխատակիցներին կամ այնտեղ մարզվող մարդկանց անգամ այսպես հնարավորություն չի ընձեռվել հագուստը նորմալ հագնելու, օրինակ պարապմունքից հետո նոր տարածքը լքելու, մի խոսքով այդպիսի դրվագներ են եղել կամ օրինակի համար Փարավոն ռեստորանային համալիրի աշխատակազմը, որը ինչ որ առիթից հետո աշխատանքներ իրականացնելուց է եղել խոհանոցում, այսպես ստիպել են, որպեսզի, չգիտեմ, ձեռքի դանակը կամ մեկ այլ իր այսպես շպրտեն ու միանգամից դուրս գան տվյալ տարածքներից, ինչ ասեմ, երեկվանից այսպես մարտաֆիլմ հիշեցնող գործողություններ են իրականացվում։ Ես վատ եմ զգում, որ ինչի համար ենք եկել ստեղ։ Միգուցե մի քիչ ուշացումով խելքի գան ու հավաքվեն նստեն ոչ թե թուրքի ջրաղացին ջուրուստեն, մեր ազգի ոտի կաղնցնեն։ Ես այդքան բան կասեի։ Մեր գործարանը, որ փակել են, առնվազն 15-20 արցախցի աշխատող մնացել են առանց աշխատանքի։ Այդ 15-20 արցախցին տան վարձ են տալիս, ուսման վարձ են տալիս, բոլորս էլ մի տնիշեք մի հալի ու գիտեն, որ սա շատ վատ անդրադառնալու մեր հետագա ապրելակերպի համար։ Երևանի կինո օղու կոմբինատում 2 օր չեն գնում աշխատանքի։ Քննչական գործողություններից սկսվեց, դուք աշխատանքի վայրում եք։ Եկել ենք որպեսզի մտնեինք աշխատանքի, բայց փակ էր արդեն։ Թույլ չեն տվել, այո։ Ու քանի տարի եք աշխատել այդ գործում։ 19 թվականից աշխատում եմ այդտեղ։
ու հիմա չի աշխատում։ Հիմա Հույս ունեք, ինչ որ այո, հույս ունեմ, որ արդարություն կլինի։ ինչ տեսքի, ինչպես եք պատկերացնում։ Որտեվ մեր բարերարը իմ կարծիքով ոչ մի այնպիսի բան չի արել, որ այսպես հայտնվել է այստեղ, բայց ամենայն դեպս հույս ունենք, որ արդարությունը կհաղթի։ Իսկ ձեր գործանում ձեզ քանի աշխատակից է եղել ու քանիսն են հայտնվում ծանր վիճակում։ Դե հիմա մենք չեմ կարող այդպես ասել եւ 400-ից 500 հոգի հիմա ոչ աշխատանքային վիճակում են։ Դուք որտեղ աշխատում եք։ Մոլտիտաբակի։ Մուլտիտաբակ։ Ձեր ընկերությունում էլ են երեք եղել նախաքննական գործողություններ։ Այո, եղել են Անակնկալի եկել ենք։ Ճիշտ ասած փակ էր գործարանը չէր աշխատում, բայց մենք մեր բանով էլ այդպես մեկ գնում էին գալիս ենք ցանկիշկա երբ ենք աշխատելու հարկադի պարապորտի մեջ էինք։ Եվ գնացինք այդ պատերազմից հետո հիմնականում Իրանի հետ կապված պատերազմից հետո նորմալ չէինք աշխատում, հարկադի պարապորտի մեջ էինք։ Մեկ կամքով մեկ գնում էին գործի մի շաբաթ մի անգամ օրինակ կոնկրետ ես շաբաթ մի անգամ մի ժամով գնում, ցա միջկա երբ բացվել նորմալ աշխատենք։ Գնացինք տեսանք դռների փակ, նույնիսկ տնօրեն չէի թողել ներս մտնել։ Էլի ես թողել գնացել եմ, բայց դե ճիշտ չի։ Բայց իմ ընտանիքը դրանով են պահում։ Կոնկրետ ես Արցախից բռնի տեղ անվացում, այստեղ կան մարդիկ, որ իրանց հնարավորությունները ունեն, իրանք իրաց տուն տեղ ունեն, մենք էլ ոչինչ բան չունենք, մեր հույսն էլ ետ էր։ Հիմա այդ էլ փակել են, հիմա չգիտենք մենք ոնց պիտի մեր երեխեքին տերություն անենք, մեր ընտանիքները ոնց պիտի պահենք, չգիտենք։ Բայց եթե մենք մուլտիգրուպ կոնցեռնը դիտարկում ենք մեկ այսպես միասնական կառույց, ապա վճարած հարկերի քանակով մուլտիգրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների համատեղ վճարած հարկերի քանակով առաջին տասնյակում է, եւ ես չեմ կարողանում հասկանալ կոնկրետ այս հետևողական տնտեսության ողնաշարը կոտրելու գործընթացը եւ շարժառիթները, չգիտեմ, եթե իշխանության հույսը եվրոպական տարատեսակ պարտքերն են, վարկերն են, կամ պետական պարտքի ավելացումն է, որը այսպես երկրաչափական պրոգրեսիայով աճել է իրենց իշխանության տարիներին ու կրկնապատկվել է իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում եւ անգամ այդ պարտքի սպասարկման ծավալներն են ահռելի մեծ ու մեր տնտեսությունը սպասարկելը ու առումով դժվարություններ է ունենալու վստահաբար առաջիկայում, չգիտեմ, թող իրենք մեկնաբանություն տան, թե որքանով է նպատակահարմար եւ իրենց օգուտ, որպիսի 10,000-ից ավել մարդիկ, համապատասխանաբար նաեւ նրանց ընտանիքները հայտնվեն սոցիալական բարդագույն ու դժվար իրավիճակում։ Կան 3 առյուծ եւ 1 վակր, այդ կենթանիներն են տարվում։ Անկեղծորեն թվային տվյալներին չեմ տիրապետում, որովհետև տարբեր տվյալներ այսպես հրապարակվեցին այդ ժամանակահատվածում, ինձ ինքնին հենց ձևակերպումը, այսպես ուշադրությունս գրավեց, առգրավվել են առյուծներ կամ այլ կենթանիներ եւ այլն։ Կարող եմ ասել, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տանը պայմանները եղել են լավագույն պայմանները, որոնք կարող էին ապահովված լինել այդ կենթանիների համար։ Ինչ վերաբերվում է կենթանաբանական այգու պայմաններին, կարծում եմ, որ յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ այցելելու հնարավորություն եւ թե կենթանաբանական այգու, թե այնտեղ գտնվող կենթանիների վիճակը տեսնելու հնարավորություն ունեցել է ու համեմատելու հնարավորություն եւս վստահաբար կունենա։ Հայրս կալանքի մեջ եղել է մի ամիս, ամուսինս էլ էս պահին տնային կալանքի մեջ կանցնի, վստահ եմ ամեն ինչ կանցնի, մենք հանդուրժ կարողանալու ենք դիմակայել ու այս փորձությունն էլ անցնել, բայց բաներ կան, թող ժողովուրդը հասկանա, որ անդառնալի բաներ կարան լինեն մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք մենք երբևէ էլ հնարավոր է չկարողանանք վերականգնել, իսկ դրա ոնց որ հիմա մենք այս տոտալ անգրագիտության պտուղներն ենք խաղում, անարդարության պտուղներն ենք խաղում, սրա սերմերը տարիներ առաջ են տնկվել, այսպես ասած, իսկ հիմիկվա սերմերը, որ տնկվում են, սրա պտուղները մեր երեխաներն են խաղելու ցավոք մի քանի տարի հետո, ուզում եմ բոլորս թափ լինեն, զգոն լինեն, ճիշտ մտածեն, ճիշտ ապրեն, դադարեն իրար քննադատելուց, դադարեն ձվի մեջ մազման գալուց,